Տարեսկզբի ավանդական զեղչեր Կերամա Մարացիից, ընդամենը 30 օր, 30% զեղչ ավելի քան 2500 տեսականու համար։ Տարվա եզակի զեղչը սկսվեց։ Հունվարի 30-ից մինչև փետրվարի 28-ը տարվա քո հնարավորությունն է դարձնել կյանքը նորաոճ, որակյալ եւ հարմարավետ։ Այսպիսով Կերամա Մարացիի սալիկների ու դեկորատիվ էլեմենտների ողջ տեսականին 30% զեղչով։ Կերամա Մարացի։ Ասում 4-ին դու ես խփել։ Հա։ Դուք դեռ մեքենան ասում եք։ Սև փող կա ճանապարհը սա ծախի վրա։ Հա։ Մեկը հենց տեղ է եղել։ Երկուսը իվարկան է։ Երկուսը Էսա մի քիչ ներքև էլի սև։ Հա։ Այսպես խոտատիպ բան կա հետ։ Դու որ սկսել փեյդանք որդ էին։ Առաջինը ստել է։ Ստե մի քիչ ներքև այստեղից։ Հա, քանի մետր աստից։ 50-60 մետր է եկեք հիմա։ Հետո այդ երկուսը եկել էին սրա մոտ։ Որ կրակը մենդ է մինամետրներ կրակը մի պահ մի քիչ մոտիկ քչին հետ գնացի։ Հա։ Հետո ինչեւ էլ երկուսը մի 10 մետր արդեն առաջ էին գնացել, երկուսը երկող պարկած էին։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայություն, Շանթի եթերում դիրքերում հաղորդաշարն է։ Այսօր մենք այցելել ենք այս շաբաթվա հերոսնոր դարձած մեր տղաներին եւ ամենագլխավոր հերոսը Սերժանտ Խաչատրյանը, դիրքի ավագն է Սերժանտ ջան։ Հա։ Սերժանտ Խաչատրյանը, ով կարողացել է միայնակ ինքը 4 հերոսական խմբի անդամների վնասազերծել։ Գիտենք, որ արդեն մի քանի օր առաջ հրապարակված մեր տեսանյութից տեսել եք, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձում է ներթափանցել մեր հայկական դիրքերը, ընդհանուր մոտենում է մեր դիրքերին, քանի մետր են մոտացել մոտավորապես 50 մետր։ Այս կետից որ մենք կանգնած ենք, նրանք արդեն մոտեցել են 50 մետրի վրա, երբ որ սերժանտը կրակ է բացում եւ քանի դե մնացածը թողում եմ թող սերժանտը պատմի արդեն այսօրվա ամբողջ ծրագրի հերոսը մեր սերժանտն է հետ։ Կասես Խաչատրյան ջան, նկարագրես հետևյալ դեպքերը։ Ուզում ես իջնենք ներքև ավելի հարմար։ Առաջի մարդը որ մոտիկացել է, մոտ 50 մետրի վրա եմ իրան տեսել։ Հա։ Առաջինը իրան ենք փե։ Հա։ Իրանից հետո այն կողմից եկել են օգնության, մոտիկացել են երկուսը, այդ երկուսին ենք փե։ Հա։ Իրա հետևից դե առաջ էին գալի մնացածն էլ, մեկին էլ ենք փե։ Դե մնացածին փախնելուց ենք արդեն փախնելուց ենք փե, մնացածն էլ արդեն Դու աշխատում ես քո զենքով, գիշերային տեսանելի սարքերը, ամեն ինչ ունեիր քո մոտ փաստորեն հերթապահության ժամանակ։ Այս զենքով եմ։ Հա։ Ես դա խոսում եմ մասին, որ տեխնիկական զարգացումը մեր բանակի արդեն իսկ օգուտները տեսնում ենք։ Դու ինչքան ժամանակվա ծառայող ես։ 20 ամսվա։ 20 ամսվա, հա, շուտով տուն ես գնում։ Ժամը քանիսի մոտեներ մոտավորապես Խաչատրյան ջան, որ դուք նկատեցիք, որ դիվերսիոն հետախուզական խումբ է գալիս։ 2:40-ի կողմերն էր։ Հա։ Այդ վաղտ արդեն իմացել ենք, որ մոտիկան։ Հա։ Նկատեցիք, հա, դիրքը ամբողջ անցավ պաշտպանության։ Սա անցել են իրանց տեղերը, հա, որտեղ որ իրանք պետք է լինեն այդ ժամանակ։ Հա։ Ու սկսել ենք կրակել էլի։ Թողել ենք մոտիկանան միջև այն աստիճան, որ արդեն պետք է կրակենք։ Հա։ Ու սկսել ենք կրակել։ Ձեր կրակելուց հետո որևէ պատասխան կրակ հասցրեցին տալ, թե ընդամենը մի անգամ սկսում են փախնել է։ Չէ։ Իրանք չէ, բայց իրանց կողմից հա։ Իրանց կողմից ովքեր են, դիրքերից էին ասին։ Դիրքերից։ Հա, ինչ զենքեր էին օգտագործում։ Տարբեր։ Տարբեր։ Իսկ հրետանի աշխատեց այդ ժամանակ։ Աշխատում էր։ Հա, ձեր վրա հրետանել էր աշխատում։ Այսինքն ջերմատեսի սարքով որ նայում ես, որ ձայնը կա ոչ էլ տեսնում ես կրակոցները իրականում, այդ ժամանակ փաստորեն թեժ մարդ էր գնում եւ հրետանի էր աշխատում վրա եւ ձեր վրա եւ աշխատում էր նաեւ հակառակորդի հրաձգային զենքերից աշխատում են ձեր վրա, հա։ Հա։
Ինչքան ժամանակ տևեց մոտավորապես քո պատկերացմամբ։ Դե այդ իրանց խոցելու ընթացքը մոտ մի 20 րոպե։ Մի 20 րոպե ընդհանուր իրանք որ այդ վիրավոր փորձում են գնալ։ Հա, այդ վիրավորները որ ուզում են այդ ընթացքն էլ է։ Այդ ընթացքն է։ Բայց հիմնականում հենց սկզբից է իրանց վերացելու, հենց սկզբի մի քանի րոպեների ընթացքում։ Հա, կողքի դիրքերից նույնպես օգնում են ձեզ աշխատում։ Հա, օգնել են։ Այ ադրբեջանական կայքերը երեկվա տեսանյութից հետո, ասենք ասում են, ինչ որ մի քանի գրառում եմ տեսել, որ զենքերը այնտեղ իրենց մոտ զենք չի եղել, տեսեք մարդիկ անզեն տղերք են եղել, անզեն տղերքը 50 մետր մոտեկանում են, հա։ Չէ։ Դու որ դիտարկում էիր, զինված էին թե զինված չէին։ Զինված էին, փոխանակման ընթացքում երկուսը գրանատամյոթչիկներ են եղել։ Հա։ Փոխանակման ընթացքում մեր մոտից ով որ մոտիկացել էր, մասնակցում էր, հայտնաբերել են իրենց մոտի զենքերը։ Հա, այսինքն զենքերը, իսկ այդ ժամանակ որ իրանց խփեցիք։ Հա։ Այնտեղ տեսանյութով մենք տեսնում ենք, որ նրանց ոնց որ թե ոչ թե ոնց որ թե պարզերում մոտենում են, ոնց որ հանվածնեն, վրայից ինչ որ բաներ անեն, ես երևույթին զենքն ու զրահն էին անում, հա, վրաներից։ Այդ չենք նկատել, որ նկատեինք, չենք թողել հաստատ տանեին։ Հա, հասկանալի է։ Շնորհակալություն քեզ։ Ես հավատացած եմ, որ քո ես այստեղ կարելի է արդեն ասել, ես չեմ սիրում այդ բառը օգտագործել շատ հաճախ, բայց ես հավատացած եմ, որ այս բառը ասելուց ես չեմ սխալվում, քեզ շնորհակալություն քո կատարած հերոսության համար, որ 50 մետրի վրա նկատում ես 7 դիվերսանտի եւ 4-ին տեղում վնասազերծում ես։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ամբողջ ես համոզված եմ ամբողջ հայ ազգի անունից, բոլոր հայաստանցիների անունից քեզ շնորհակալություն եւ աշխարհասփյուր հայության անունից։ Շնորհակալ եմ, նաեւ նվեր ունես մեր կողմից, Հայոց ազգային գվարդիայի կողմից, քո կամավոր ընկերների կողմից։ Նվերը կհանձնեմ շատ շուտով։ Այս տեսանյութում տեսնում ենք մեր տղաները ինչ հանգիստ առանց շտապելու դիրքավորվում են, խրամատները տեսնում եք ինչ ապահով են այստեղ, լավ կահավորված, լավ սարքած, ապահով հակառակորդը փորձում էր հենց ներթափանցել հենց այս կոնկրետ դիրքերը, նրանց նպատակը չեմ սխալվում, չէ՞։ Հենց այս ուղղությամբ են եկել, հենց այս դիրքերից 50 մետր, ինչպես ասեց արդեն սերժանտը, 50 մետր դիրքերի հենց առջևում նրանց խոցում են մեր տղաները եւ վնասազերծում հակառակորդի դիվերսիոն խումբը։ Կրսե սերժանտ Կասպարյանը եւ Զախարյանը։ Նրանք նույնպես այս դիրքի մեր հերոս տղաներն են, ովքեր ուրեմն շատ կարեւոր է, որ հրահանգներին եւ դիրքի հավաքի հրահանգներին եւ ավակ սպաների եւ կրսե սպաների հրամաներին ճիշտ հետևել, ճիշտ կատարել, դա էլ է մտնում ուրեմն կարգապահության, ոչ թե դա էլ է մտնում, հենց դա է կոչվում կարգապահություն եւ հենց դրա հաշվին է, որ եւ պաշտպանական եւ մնացած բոլոր գործողությունները ունենում են ճիշտ ավարտ։ Երեք պաուզա տանք, հրետանին աշխատմատ վազակազմը թաքստուց։ Հա, գնացեք տղերք։ Տարեք։ Դիրքի հավաքը հրանգեց մտնել թաքստոցները, քանի որ սկսեց աշխատել հրետանին։ Մենք լսեցինք պայթունը հեռու էր, բայց պարզա որ այս ուղղությամբ աշխատում, դրա համար հիմա մենք գնանք դիրքի հավաքը մեր հրամանատարն է այս պահին։ Մենք էլ գնանք թաքստոց եւ որ դաթարի հրետանու աշխատալը շարունակենք հաղորդումը։ Զրուցում ենք Շարքային Մարտիրոսյանի հետ, ով նույնպես մասնակցել է փետրվարի 25-ի դիվերսիոն ներթափանցման փորձի ուրեմն կասեցմանը։ Շարքայինը եղել է հենց դիրքի հավաքի մոտ է, չէ՞, դուք միասին եք կարելի ասել աշխատել։ Ոնց էր իրավիճակը, կարո՞ղ քո բառերով կպատմես։ Առաջի անգամ էր մարտական տենց։ Ինչքան ժամանակա ծառայել ես։ Մնացել է 4 ամիս էլ։ Հա։ Այսինքն 20 ամսվա ծառայել ես։ 20 ամսվա ծառայել։ Ոնց էր, միջև է եղել է դες մարտական իրավիճակներ, այդքան մոտ, այդքան ոնց որ ասած արդեն իրական մարտական իրավիճակում եղել էր։ Դե դες մոտիկ չէր եղել, բայց դե եղել էր էլի ապրիլյան դեպքերին։ Հա։ Ուզում եմ ասեմ, պատրաստ եք։ Հա, պատրաստ։ Տղեկ էսան ասում են օծի շիշը։ Տեսնում եք ես
ասենք յուրովի պատրաստած բանա շատ երկար, ասում են շատ են ամառել ստեղ օծելը։ Նորմալ։ Նորմալ։ Ամեն ինչ նորմալ։ Մեր տղաների համեստության վրա եմ զարմանում, որ երբեք չես տեսնի, որ ինչ որ չափից դուրս ինչ որ բան ասեն։ Եթե մենք ասենք երկու հատ օծ տեսնենք, դա մեր համար համարվում է, որ երկու օծ, պատկերացնում եք, այստեղ ասենք 10-12 հատ հա օծը օրվա մեջ տեսնելը իրանց մոտ համարվում է նորմալ։ Սրանցով ինչպես ասեցին, օծերին հերվից կարողանում են վնասազերծել, իսկ այս արդեն իրենց ուսերի գործիքներով էլ վնասազերծում են մնացած օծերին, որ փորձում են ներթափանցել երկու ոտանի օծերին, որ փորձում են ներթափանցել մեր դիրքերը գիշերով ծածուկ։ Կրսե սերժանտ Գասպարյանի եւ Շարքային Զախարյանի հետ մեր խոսակցությունը ընդհատվեց, քանի որ հակառակորդը սկսեց կիրառել հրետանի, ժամը քանիսն է դիրքի ավակ մոտավորապես հիմա։ 407։ 407, հա, արդեն երեկոյան 4-ն է, տեսնում եք, որ արդեն ցերեկովել են, ոչ թե արդեն վաղուց սկսել են նրանք խախտել հրադադարի ռեժիմը, 3 նրանք այստեղ կատարեցին իրենց դիակների հեռացումը Չեզոք գոտիից եւ արդեն դիակները հեռացնելուց հետո, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, նրանք նորից իրենց սանձարձակ են պահում եւ կրկին սկսեցին կիրառել հրետանի եւ հրաձիգային զենքերով են կրակում, այնպես որ մենք հասկանում ենք, որ նման թշնամու հետ մարդկային լեզվով խոսելը կարծես թե չի աշխատում։ Եվ միայն այն լեզուն, որ այս տղաները կիրառեցին փետրվարի 25-ի երեկոյան, մենակ դա են հասկանում։ Ինչ կասեք։ Ոնց է։ Բարձր տրամադրություն։ Բարձր տրամադրություն։ Կամոդ ոնց է, Գասպարյան։ Միշտ պատրաստ ենք հակառակորդի մատուցել համապատասխան ծառայությունը։ Ճակերտերի մեջ իհարկե ծառայությունը ոնց է անցնում, ընդհանուր ծառայությունը լավ անցնում։ Ճիշտ այդպես։ Գոհ եք ձեր ծառայությունից, հա։ Երեկոյանից հետո ավելի եք, չէ՞ գոհ, հա։ Ոնց եղավ, կպատմես։ Մեր դիրքի ավակը սա հրանգավոր է մեզի, սա ամեն ինչ արել ենք ոնց որ ասել է մեր դիրքի ավակը։ Հա։ Այդպես է շարունակել ենք, սա անցել է խաղաղ։ Շատ խաղաղ, ձեր համար խաղաղ։ Հասկանում եմ ինչ ես, ուզում ես ասես ամեն ինչը տեղին եղավ։ Այ հիմա հասկացաք, որ ասենք կարգապահությունը մեզ դեր խաղում, եթե դուք ճիշտ կատարում եք։ Ճապի մեջ չենք ընկե, ամենակարևորը։ Հա։ Չենք վախեցե, հասկացել ենք, որ ամեն ինչ ճիշտ տեղին ենք արել։ Հա։ Ամեն ինչ լավ անցել ձեր համար։ Ամենակարևորը դա։ Կարևորը որ հակառակորդի համար լավ չի անցել, այդ ամենակարևոր մասն է։ Կրսես շեժան, ինչքան ժամանակ է ծառայել ես։ 7 ամս ես։ 7 ամս ու կես։ Հա, սկզբից այնտեղ ես սերժանտակա, թե ուրիշ տեղ ես սովորել։ Չէ, մեր պաշտպանական։ Հենց մեր պաշտպանականում, հա։ Պատրաստվում ես փոխարինել ձեր ընկերոջը, էլի, հա։ Հա։ Դիրքի հավաքը։ Հիմա հասկանում ես դիրքի հավաքի կարևորությունը։ Կարծում ես, որ դու ինքդ կարաս, այ ոնց որ ձեր դիրքի հավաքն է հերոսաբար կարողացել ճիշտ ամեն ինչը տեղին անի, եթե Աստված ոչ անի։ Պետք լինի կարողանաս ինքդ ղեկավարես մարդը։ Բախտս վերելա, որ ունենք նման դիրքի ավակ ու ես աշխատում եմ այդ դիրքի ավակից արդեն ինքը ոնց կառավարում է իր ազնագազմը, նույնպես այդ փորձի շնորհիվ կարողանամ կառավարեմ իմ հետագա ազնագազմը։ Հացավտան, ճիշտ ես անում, այ պետք է միշտ էլ լավը օրինակ ծառայի, ես նորից եմ ասում, զոհերի հիմնական մանավանդ դիպուկահարի հետ կախված միջադեպերը լինում են այն ժամանակ, երբ որ ինչ-որ խախտում է տեղի ունենում մեր կողմից, քանի որ հիմա այստեղ կանգնած ենք խրամատներում, ես այդպիսի տեղ չեմ տեսնում, որտեղ որ հակառակորդի դիպուկահարը կարող է խոցել։ Իսկ որպեսզի ինձ կարողանա դիպուկահարը խոցի, ես պետքա դուրս գամ այնպիսի տեղ, որտեղ ինքը ինձ տեսնի, ուրիշ ձև անհնար է որ ինձ խոցի։ Հասկանալի է, որ չէ, հրետանին կարող է ինչ-որ ձև աշխատի, այն էլ տեսանք հրետանին դեռ աշխատելուց անմիջապես հետո հրահանգավորումը եղավ, տղաները ոնց որ մարտական հաշվարկն է պահանջում, կատարեցին իրենց վրա դրված ուրեմն իրենց ասած հրահանգը եւ ամեն ինչ գնում է բարեհաջող։ Շնորհակալ եմ ձեր ծառայության համար, բարի ծառայություն ցաներ տանեմ։ Անփորձանք մենք պարտանում ենք ձեզնով այդ հաստատ կոնկրետ այս գործողությունը դուք կատարել եք գերազանց։ Կապ չունի դու կրակել ես, չես կրակել, եթե դու կատարել ես հրահանգը ճիշտ քո ոնց որ քեզ հրահանգված այնպես արել ես, դու արդեն
լիիրավ մասնակից ես այդ գործողության։ Շնորհակալ եմ բոլորից։ Շարքային Յանիկյանը եւ Շարքային Կոստանյանը իրարից 6 ամիս հա տարբերությամբ ծառայողներ եք, մեկը 7 ամիս, մյուսը տարի մի ամիս։ Այ տղերքը նույնպես մասնակցել են փետրվարի 25-ի դիվերսիոն հարձակման փորձի վնասազերծմանը։ Ես կուզեմ ձեր բառերով ասեք ինչ եք զգում, ոնց անցավ, գոհեք ձեզանից, ձեր դիրքի ավակը ոնց գործեց, մի երկու բառով պատմեք։ Սկսենք քեզից, դու հին ծառայող ես։ Դե լավ էր, որ հետ մղեցինք։ Հա։ Մտածել էի որ կարային, բայց չկարեցան էլի։ Հա։ Խրամատ մտնել է։ Խրամատ մտնել է։ Ձեր նման տղեկս թե ձեր դիրքի ավակի նման, հա։ Հա։ Գոհ ես դիրքի ավակից։ Շատ։ Շատ։ Ճիշտ է ամեն ինչ անում։ Հա, շատ ճիշտ է անում։ 7 ամսվա ծառայող ես։ Ոնց է։ Գոհ ես որ եկել ես բանակ, քեզ ինչ-որ բան տալիս է բանակը։ Հա, ամեն ինչ էլ տալիս է, գոհ եմ։ Գոհ ես։ Հա։ Որ կարող է մեկը որոշի սրանից հետո զինվորական դառնա։ Թե մասնագիտություններ։ Դե շատ կա ծառայելուն կմտածենք էլի։ Հա, կմտածես, հա, ճիշտ է ասում։ Ապրես տղա ջան, ձեզից էլ շատ շնորհակալ ենք։ Շարունակեք ծառայել, ինչպես որ ծառայել եք, որտեղ ինչքան ես հասկանում եմ, այս դիրքից ես խոսել եմ միջև գալը սպաների հետ եւ ձեր դիրքից եւ քեզից շատ գոհ են։ Այսպես որ շարունակենք տղեկի հետ զրուցենք, հանգստացողների տեսնենք ինչ է կատարում։ Ղուկասյան ոնց ես։ Լավ է։ Լավ ես, լավ է անցնում։ Հա, շատ։ Ոչ են գալի էլի դրանք։ Չէ, նորմալ ամեն ինչ։ Էլ դժվար էլ գան, չէ՞ չէ, հա։ Չէ։ Գան, միշտ մտածի որ գալու են։ Որ արխային էլ ենք լավ չի լինի։ Հա, միշտ պատրաստ ենք։ Միշտ պատրաստ եք։ Ոնց է անցնում ծառայությունը։ Շատ լավ է։ Հա, Ինչքան ժամանակ է ծառայում։ տարի ու կես։ Տարիքու ես հա քիչ է մնացել։ Լավ անցավ, ընդհանուր գոհ ես քո ծառայություն։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Դու էլ ես այստեղ 25-ին։ Հա, այստեղ ենք։ Շատեր թեժ։ Չէ, նորմալ է։ Դիրքի ավակ ամեն ինչ կազմակերպել էր։ Ամեն ինչ կազմակերպված էր։ Հա, Ամեն ինչ իր հասկացությամբ լավ անցավ։ լավ անցավ։ Նորմալ է։ Ապրի դիքի ավակը արդեն ես որորդ մարդն ես որ նույն մասին ես խոսում, ապրի շատ լավ ծառայող է։ Դուք էլ ապրեք, որ դիքի ավակի հրանգով ամեն ինչ ճիշտ տեղի կատարել եք։ Ես բոլորիդ հետ աշխատում եմ խոսել, որպեսզի մեր ազգաբնակչությունը ճանաչի մեր տղերքին, իմանան ովքեր են հերոսները, ովքեր կանգնած օր ու գիշեր հսկում են մեր սահմանները, անսասան են պահում մեր սահմանները, որպեսզի մենք, մեր երեխաները, մեր կանայք, մեր ծնողները ապրեն, աշխատեն, ստեղծագործեն։ Այս տղաների հաշվին ենք մենք այդ ամեն ինչը կարողանում անել։ Իհարկե, շրջապատված լինելով նման նենգ հակառակորդ նույնիսկ արդեն չի կարելի ասել, բացարձակ թշնամություն են նրանք ուրեմն դրսևորում, բայց մեր տղաները հենց պատվով կատարելով իրենց ծառայությունը, իրենց վերադրված խնդիրները տասնապատիկ, հազարապատիկ բարձր են կանգնած, կրկնում եմ, թշնամու նենգությունը հենց այսօր այստեղ ապացուցվեց, որ երեք նրանք, այսպես ասած, չոքած խնդրում են, որպեսզի թույլատրենք իրենց դիերը հեռացնեն չեզոք գոտուց, երկու օր նրանք առաջի օրը փորձում էին ինչ-որ նույնիսկ պայմաններ դնել, որից հետո ստիպված են համաձայնվել բոլոր անպայմաններին, որ հայկական կողմը թելադրեց, բայց անմիջապես մի օր է անցել, մի օր էլ չի անցել նույնիսկ, երեկոյան եք, հա, երբ եք արել։ Գիշեր ժամը 2:00։ Դու էլ ես մասնակցել դրանց մոտ որ գնացիք փոխանակմանը։ Փոխանակում Չէ։ չասենք, չէ՞։ Հա, հասկանալի է։ Ընդամենը մի օր է անցել եւ նրանք արդեն երկին կրակում են այս դիրքերի ուղությամբ եւ հարևան դիրքերի ուղությամբ։ Ինչ անենք։ Այդպես է մեր բախտն էլ դասավորվել, որ մենք նման ենք թշնամու հարևանությամբ ենք ապրում։ Այն նման տեղանքների մասին եմ խոսում, թվում է թե հենց ամենաառաջին գծում չենք, բայց տեսնում եք արդեն դրված է նշանը, որ զգուշացնում է հակառակորդի կողմից դիտարկվում է եւ գնդակոծվում։ Այսինքն եթե ես կարգապահությունը չպահեմ եւ
այստեղից միգուցե եւ կարճ է ճանապարհը, ուր որ ես ուզում եմ գնալ, բայց այնտեղ կարող են ինձ խոցել։ Դրա համար ավելորդ ռիսկերի չդիմելու մասին որ խոսում ենք, հենց նման պահերի մասին է, որ ամեն վայրկյան պետք է մտածել, որ հենց այս գտակոծվող վայրում կարող են քեզ խոցել եւ միգուցե մի քիչ ավելի երկար, ավելի ձանձրալի ճանապարհով հասնել տեղ, բայց ողջ ու առողջ հասնել տեղ։ Այ եթե պահենք կարգապահությունը եւ ուշադրություն դարձնենք նման յուրացների եւ հրահանգների վրա, հրահանգավորումների վրա սպաների կողմից դրված, ապա ապահովությունը երաշխավորված է։ Հակառակորդը այս ընթացքում, որ մենք դիրքերում ենք, մի դիրքից մյուսն ենք գնում, շարունակում է հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտում, հրետանին լսվում է, արդեն մոտավորապես մի 10 կրակոց մենք լսեցինք, կրակում են հենց այն դիրքերի կողմից, որտեղից որ փորձել էին փետրվարի 25-ին դիվերսիոն հետախուզական ներթափանցում կատարել։ Ինչպես արդեն ասացի, նրանք սպասեցին մինչև որ իրենց դիակները հեռացրեցին եւ հիմա արդեն կրակում են մեր դիրքերի ուղղությամբ։ Շարքային Մազմանյանը մենք արդեն գտնում ենք հարևան դիրքում, որտեղից մենք տեսանյութում տեսել ենք տղաների աշխատանքը այս դիրքից, խոսենք տղաների հետ նաև այս դիրքի, գիտենք որ բոլորը միահամուռ աշխատել են եւ բոլորի աշխատանքի շնորհիվ է հենց որ հակառակորդի կազմակերպած դիվերսիոն ներթափանցման փորձը խափանվել է եւ հակառակորդը տվել է մեր հաշվարկով 6-ից ավել դիակ։ 5 դիակը մենք տեսանելի էր տեսել ենք, 6-րդի մասին տղեկ կպատմեն, հա, որտեղ է կպել 6-րդը։ 7 զոհ ա եղել։ 7 զոհ ա եղել։ Մեկին հասցրել են տանեն, հա, օգնել են որ տանեն։ Մեկը արդեն խրամատը բրցանալուց արդեն իրաց խրամատ մտնելու վաղ, արդեն խփել ենք, մենք խփես խրամատի մեջ հանգել։ Էդի մայորը իրան։ Չէ, իրաց գումարտակի հրամանատարն ա եղել իրաց։ Գումարտակի հրամանատարին էդ է խփել։ Այդտեղ իրաց մնացածին էլ ստեղ են խփել։ Այդ գումարտակի հրամանատարին հենց դու ես խփել։ Չեմ կարա դե ասեմ, հա, այդտեղ կրակում ենք։ Դե համեցություն մի արա։ Հա։ Շարքային Մազմանյանը, Կարապետյանը եւ դասակի հրամանատար լեյտենանտ Գրիգորյանը հենց այստեղից են աշխատել։ Հիմա լեյտենանտը մեզ զգուշացնում է, որ այստեղ մի քիչ վտանգավոր է, քանի որ հակառակորդը, այսպես ասած, վիրավորված, հենց կոնկրետ այս կետի վրա աշխատում է եւ ավելորդ ռիսկի չդիմելու մասին մենք միշտ խոսում ենք, ավելորդ ռիսկի չենք դիմի, մանավանդ որ մենակ չենք, տղաները մեր հետ են։ Մի փոքր այլ տեղում կզրուցենք երեքի հետ միասին եւ իրենք էլ արդեն իրենց բառերով կպատմեն այն ինչ որ մենք տեսել ենք մեր աչքերով։ Մենք տեսել ենք ինչպես են այս խրամատով մեր զինվորները հանգիստ իրենց աշխատանքը կատարում։ Բարի զինվոր ջան։ Ո՞նց ես։ Լավ, մերսի դուք։ Տեղ ես եղել։ Փետրվարի 25-ին, հա։ Նորմալ էր ամեն ինչ։ Հա։ Բարի ծառայություն քեզ։ Անունը չասես։ Անդրե։ Անդրե։ Լավ Անդրե ջան, լավ եղի։ Դուշ կնես։ Բա քեզ այդ տղա։ Մոռացա բարի։ Հե։ Գոռանն է։ Գորաունը, ո՞նց ես գոր ջան։ Լավ եմ։ Լավ ամեն ճանց։ Հա, լավ։ Ոչ եք վախեցել։ Չէ։ Չէ։ Լավ է, ցավոք։ Նախանցած հաղորդման ժամանակ մենք անցնում էինք այս դիրքի կողքով ու մեզ իհարկե մեր ուշադրությունը գրավեց, որ գրած է անվախների դիրք։ Եվ այս անգամ տղաները ապացուցեցին, որ հենց այնպես չէր գրված այս ցուցանակը այստեղ, իրոք անվախների դիրք է։ Մենք տեսանք տեսանյութի ժամանակ, թե ինչպես են տղաները հանգիստ իրենց աշխատանքը կատարում, առանց տագնապի, առանց խուճապի, առանց նույնիսկ ավելորդ շտապողականության իրենց հանգիստ գործը անում են եւ դրա համար էլ արդյունքը դրական է։ Անվախների դիրք հիմա կմտնենք, կտեսնենք տղաներին, կզրուցենք հենց այն տղերքի հետ, ովքեր որ վնասազերծեցին հակառակորդի թշնամու։ Սկսվեց նորից կրակահերթերը, ոնց որ թե աշխատում է դիպուկահար եւ շատ նման էր կրկին հրետանային։ Հիմա կտեսնենք հրետանի է թե չէ, արդեն կճշտենք տղաներից, երկու կրակոց եղավ, գնանք անվախների դիրքը, զրուցենք անվախների հետ։
Հակառակորդը ակտիվ աշխատում է, նկարագործները լցնում են նույնիսկ միջև այստեղ, հիմա տղաների կոնկրետ այս տղաների հանգստի ժամն է եւ մենք զրուցում ենք լեյտենանտ Գրիգորյանի, Շարքայիներ Մազմանյանի եւ Կարապետյանի հետ, ովքեր որ այսպես ասած, եթե կարելի ասել, գլխավոր հերոսներն են մեր այս շաբաթվա, բացի մյուս դիրքից Խաչատրյան Սերժանտ Խաչատրյանի հետ որ զրուցեցինք նաև տղաների հետ։ Պարոն լեյտենանտ, սկսենք ձեզնից, որտեղ առաջիններից մեկը որ նկատել եք, դուք եք եղել։ Կուզեմ որ դուք ասեք տղեկ, այստեղ մի քիչ այսպես ասած պաշտոնականից դուրս, ոնց որ ձեր ընկերոջը կպատմեք, տենց պատմեք, որպեսզի բոլորին հասկանալի լինի ինչ տեղի ունեցավ։ Իրիկունը 2-ին 5 պակասի մոտարապես այդ ժամերն էր։ Հա։ Տվել եմ դիրք տագնապ ներմուծականը, դիրքի ավակ են խնդիր եմ տվել, որ դիրքում ավել ներմուծական է կատել դիրք դեպի թաքստոց, արձակում աչ հարևանի վրա, ձախ հարևանի վրա։ Այսինքն գիշերը փորձնական տագնապ եք տվել, ոչ թե։ Հա, փորձնական տագնապ է տվել։ Հա։ Քանի որ ունեք ջերմատեսի սարքեր, երբ որ դիրքը արդեն կատարում է մարզումներ, ես այդ ժամանակ նստած էի որպես օպերատոր ու հետևում էի անձնակազմի գործողություններ ու հակառակորդի կողմից որ հանկարծ ոչ մի բան չլինի այդ ժամանակ։ Ու ես թեքեցի դեպի աչ թև ու տեսա հակառակորդի խումբեր։ Այդ ժամանակ Այդ ինչ կրակեց օրինակ։ մինամյոտ էր։ Մինամյոտ էր, չէ՞։ Ինչպես լսում եք, հակառակորդի հրետանին աշխատում է, հանգիստ չեն մնում։ Դա շարունակեք, պարոն լեյտենանտ, լսեցիք, տեսակ, որ մի խումբ գալիս է մոտիկանում է մեր դիրքերին։ Այս ժամանակ կանչեցի դիրքի ավակին, ասեցի մի զինծառայող վեկալ, արի նստի դու որպես օպերատոր, ու ես իմ հետ վեկալա։ Տղերքին, ու տղերքին ու հելա խրամատ։ Դիրքավորին ու սպասեցինք մի քիչ մոտիկանան ու սկսեցինք կրակել։ Հետի տեսնում Հետ ուղղությամբ։ Հետո կապնվի կողի դիրքի հետ ու ասեցի, որ մեզի հստից այդքան էլ հարմար չէ, ու մեզի օգնեն, որ դղից կրակեն։ Ու տենց սկսեցինք կրակել։ Հետո տեսանք ոնց ուզում են նահանջում են ու մի պահ հակառակորդին ուզում էր օգնություն գար իրենց խրամատներից։ Ու դիպուկահարը սկսեց էլի խոցել։ Այսինքն տեսեք, ես իրենք 6-ը շտաբողության մեքենա հաջորդ օրը կանգնացրել էին, որպեսզի իրենց դիակները հավաքեն, բայց 3 շտաբողության մեքենա էլ արդեն կարծես թե բարձված կանգնած էին ավելի խորքը։ Նշանակում է այն հետևը, որտեղ որ գիշերային տեսանելի սարքը չի նկարել։ Դուք այդ ուղղության վրա աշխատում եք փաստորեն, ընդդեղից օգնություն եկողներին եք խփել։ Հա, մուկ դից եկող օգնությունների հետ, երբ որ ուզեն հելն արդեն խրամատից առաջ խաղացում, այդ ժամանակ մուկ արդեն սկսել են խփել է։ Ու մեզի տեղեկությունը հասել, որ հենց այդ խրամատից ելնողներից մեկը, որ ուզել է օգնություն կա, հենց իրենց գումարտակի մեկը հրամանատարն էր։ Ու խոցված է, գումարտակի հրամանատարն էլ է իրենց խոցված։ Դու ես խոցե։ Այլ ինքն է խոցե, դե դու էլ պատվի մի քիչ։ Ես պատմում եմ, ես որ պարոն լեյտենանտը տագնապ տվեց, նա մի անգամ ես բարձրացանք վերև ու սկսեցինք, սպասենք պարոն լեյտենանտի հրամանի, որ արդեն կրակենք, էլի։ Սպասենք մի քիչ առաջացան իրանք, ես ու Կարապետը սկսեցինք կրակել։ Որ կրակում են, դե տեսանելիության սարքով տեսնում եմ, էլի լավ այրեմ դառնով։ Տեսնում եմ, որին կրակում եք ընկնում է։ Որին կրակում եք ընկնում։ Հա, պես կրակեցինք Կարապետի տեղը շատ դիտարկվող էր, ինքը մի քիչ շուտ իջավ, բայց էլի սկսեցինք այնա կրակում ենք։ Այն որ հետս գալի ուսից զենքը դրած դու ես փաստորեն, հա? Ես եմ։ Այսքանով սիրելի հեռուստադիտող այսօրվա ծրագիրը մոտենում է իր ավարտին։ Ես ուզեցի որ անձամբ ծանոթանանք տղաների հետ, ովքեր վերջին հետախուզական դիվերսիոն փորձը հակառակորդի թույլ չեն տվել, որ տեղի ունենա,
Ասեմ ձեզ, որ մենք ճիշտ է ասում ենք հերոսություն եւ այլն, բայց դա տղաների առօրյան է։ Եվ մնացած տղաները այն դիրքերը, որ չեն գնում, ասեմ ձեզ, որ չեն տարբերվում այս տղաներից։ Սրանք մեր զինվորներն են, մեր տղաներն են, մեր անվախները, մեր հերոսները, ովքեր որ ամեն օր, ամեն ժամ նույն այդպիսի իրավիճակներում են։ Ուղղակի հիմա տեսաձայնագրող սարքերը շատ են եւ մեր համար հերոստատիտողի համար մի փոքր սա արտասովոր դեպք է, իսկ եւ խոսում է զինվորների հետ, խնդրեմ, կրակոցները շարունակվում են, երբ խոսում է զինվորների հետ եւ նույնիսկ այս տղաների հետ, իրենց համար դա շատ սովորական հասարակ առօրյա է։ Շնորհակալ ենք ձեզնից, կրկին անգամ բոլորի անունից, ամբողջ հայության անունից, Հայաստանի եւ Արցախի եւ Սփյուռքի եւ ընդհանուր հայության անունից։ Եվ այսպես կհանդիպենք եկող շաբաթ նույն ժամին եթերում դիրքերում հաղորդաշարներ։